Արցախում ոչնչացվում է հայկականության հետքը եւ դա արվում է Բաքվի կառավարական շենքից տրվող կանաչ լույսի պայմաններում։ Հայաստանից Ադրբեջան արտահանում եղել է եւ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները։ Տրամաբանական ժամկետներում կավարտվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը Նիկոլ Փաշինյանի ուղերձը ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առիթով։ Ինչ նպատակ ուներ Սպիտակ տան ներխուժումը, Թրամփը եւ Վենսը չեն տուժել, տաշհանվել են, կրակողը ձերբակալվել է։ Արցախից բռնի տեղահանվածների զգալի մասը գործազուրկ է, ով կամ ինչպես է լուծելու նրանց զբաղվածության հարցը։ Իրավապաշտպանները գոհ չեն Փաշինյանի Շարասյան զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործի քննությունից, մոմավառություն Սոնայի եւ նրա չծնված երեխայի հիշատակին։ Արդյոք Երևանին անհրաժեշտ է նոր $290 միլիոն արժողությամբ մետրոյի կայարան, փորձագետները հաշվարկում են եկամտաբերությունը։ Ազգային արժեքները ու մշակույթը բեմում Հազար Վահան հիմնադրամի եւ Պարուսույց Արման Ջուլհակյանի սահմանապաշտ նախաձեռնության անդամները պարով են ներկայացել Սունդուկյանի բեմում։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Արցախի խորհրդանիշ Դեդո Բաբո Արզանը վանդալների սև տեսադաշտում է հայտնվել Բաքվի բռնապետական ռեժիմը հետևողական ոչնչացնում է հայկականությունը եւ դա արվում է կառավարության շենքից տրվող կանաչ լույսով ու Ալիևի ուղիղ հրահանգով։ Միջազգային հանրությանը թեև իրազեկում են, սակայն կառույցները չտեսնելու են տալիս ադրբեջանական վանդալիզմը եւ լուրջ քայլեր ձեռնարկելու նշաններ չկան, վանդալի ձեռքը բռնող չկա։ Ադրբեջանցի վանդալների արյունոտ երախը հասել է 100-ամյակների պատմություն ունեցող եկեղեցիներին, հուշակոթողներին, արձաններին։ Բաքվի բռնապետական վարչակարգի քարոզչական մեքենայի անձնական սպասարկու բլոգերները, լրատվամիջոցները հրապարակում են լուսանկարներ, տեսանյութեր, որոնք հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրաժարվել Արցախի ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկը՝ մենք ենք մեր սարերը հուշարձանը վերացնելու մտադրությունից։ Արցախի խորհրդանիշներից մենք ենք մեր սարերը հուշարձանը կանգնած է կանխամտածված ոչնչացման իրական եւ անմիջական վտանգի առջև։ Այս ահազանգը փաստական հիմքեր ունեցող լուրջ նախազգուշացում է, որը վկայում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական եւ նպատակային ոչնչացման քաղաքականության շարունակության մասին։ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է հոգեբանական, տեղեկատվական տերորի քաղաքականություն։ Ալիևն իր վարչակազմով նպատակ է դրել ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնել հայկական հուշարձանները, այլև ջնջել Արցախի հայկական պատմամշակութային ինքնության հիշողությունը։ Օրեր առաջ էլ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին Ադրբեջանի իշխանությունները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրեցին Սուրբ Աստվածածին Մայր տաճարը։ Դրա հետ կապված վարչապետը պատասխանել է, դուք այդ հարցը տվել եք, մենք այդ ինֆորմացիան ճշտում ենք, ուզում ենք հասկանանք ինչ է եւ արձագանքը կլինի։ Հայաստանի այսօր ղեկավարությունը որևէ ձևով Ադրբեջանին հակադարձելու ոչ քաղաքական ծրագիր ունի, ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն։ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության հետ ուղղությամբ որևէ աշխատանք չեն տանում։ Ավելին, ես կարող եմ ենթադրել, որ տանում են հակառակ ուղղությամբ աշխատանք, այսինքն դիմում են միջազգային գործընկեր կազմակերպություններին կամ պետություններին, որ նմանատիպ գործընթացների նկատմամբ որևէ գնահատականներից ձեռնպահ մնան։ Արցախում պատմամշակութային ժառանգության ոչնչացման, եկեղեցիների վերացման ֆոնին Իսպանիայից են տեղեկություններ ստացվում, որ հայկականը ոչնչացնող Խաղարարար Ալիևը ստացել է խաղաղության եւ հաշտեցման մրցանակ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հասնելու եւ երկխոսության խրախուսման ուղղված ջանքերի համար։ Զավեշտալին ըստ փորձագետների այն է, որ Արցախում էթնիկ զտումների ու Արցախի պատմությունը մեծ եռանդով փոշիացնել ցանկացող Ալիևը մրցանակ ստանալով դատապարտում է քաղաքացիական բնակչության դեմ հանցագործությունները։ Նման տրամաբանությամբ գործընթացի զարգացումը ինչ որ այսօր տեղի է ունենում, տանում է որ դեպի պատերազմ, անկախ ամեն ինչից, եւ այդ պատերազմի քաղաքականությունը մեր կողմից իրականացնում է գործող իշխանությունը, ադրբեջանական կողմից ադրբեջանական իշխանությունը։ Աշխարհի աչքի առաջ ադրբեջանցի վանդալները վտանգում են արցախցիների ինքնության խորհրդանիշը, իսկ միջազգային հանրության լռությունն այս իրավիճակում վերածվում է հանցավոր անտարբերության։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Հայաստանից Ադրբեջան արտահանում եղել է եւ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները։ Մինչև օրս Հայաստանը եւ Ադրբեջանը քննարկում են երկկողմ առևտրի համար այն ապրանքների ցանկը, որը կարող է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել նաեւ իրենց համար։ Մի ապրանքի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել են, դա փայլաթիթեղն է։ Արդյոք Ալիևը մտածում է, թե հայկական ապրանքներ ներմուծելու պարագայում իր երկրի ներսում կարող է սուր քննադատության արժանանալ։ Էդվարդ Պողոսյանն է ուսումնասիրել թեման։ $789,000 ապրանք 2025-ին 5,757,000 էլ այս տարվա միայն առաջին եռամսյակում։ Սրանք Ադրբեջանից Հայաստան ներմուծված ապրանքների թվերն են, կոնկրետ դիզվառելիքի, որը նախորդ տարեվերջից վաճառվում է մեր շուկայում։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած ցանկում մեր երկրի անվան կողքին գրված թվերը աննշան են մյուս պետությունների համեմատ, որոնց հետ Բաքուն առևտրաշրջանառություն ունի, ինչպես նաև իրենց ընդհանուր արտահանումների ծավալի մեջ։ Իրականում սակայն չնչին է այն թիվը, որը ներկայացնում է հակառակ առևտուրը Հայաստանից Ադրբեջան $960 միայն։ Ընդ որում Երևանից Բաքու որևէ ապրանք չի ուղարկվել, երրորդ երկրից Նիդերլանդներից են վարդեր ներմուծել Հայաստանի տարանցիկ ճանապարհով։ Երևանն ու Բաքուն տարեսկզբից ցանկեր էին փոխանակել հասկանալու, թե հատկապես ինչը միմյանց կհետաքրքրի մյուս շուկայից։ Հայկական փայլաթիթեղներ գրավել ադրբեջանցիների ուշադրությունը պատվեր չէին արել, բայց ինչպես հայտնել էր էկոնոմիկայի նախարարը, ամենաերկար բանակցություններն այդ հարցով են եղել։ Կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլաթիթեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլաթիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլաթիթեղը մեզ հետաքրքրում է։ Պոտենցիալ ապրանքների ցուցակում, որ մատնանշում էր Պապոյանը, Հայաստանն Ադրբեջանին վաճառելու համար առաջարկել էր հենց փայլաթիթեղ, ալյումին, ֆերոմոլիբդեն, միրգ բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ ու տեքստիլ արտադրատեսակներ։ 4 ամսում հազիվ 1 տասնյակի շեմին հասնող այս ապրանքներից միայն փայլաթիթեղն է նրանց հետաքրքրել, այն էլ դեռ նույնիսկ չեն ասել գնում են, թե ոչ։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքներ ներմուծելու պարագայում կարող է երկրի ներսում սուր քննադատության արժանանալ եւ այսպես ասած չակերտավոր հայրենասիրել իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիտվի, որ հայրենասեր նախագահը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ ներկրել կամ թշնամու երկրին տնտեսական օգուտ տալ։ Սա կարող է լինել քաղաքական ենթատեքստ պարունակող քայլ, կարող է լինել եւ պարզապես տնտեսական։ Իսկ այն, որ մենք ենք Բաքվից առևտուր անում, նաև այլ ապրանքներ, որ պարզապես նրանց տարածքով է մեզ հասնում, Հայաստանի իշխանությունների գնահատմամբ հիմա արդեն սովորական երևույթ է, նաև հաստատված խաղաղության վկայություններից, ինչպես հենց իրենք են ձևակերպում, սակայն փորձագիտական վերլուծական համայնքում այս կարծիքի հետ այնքան էլ համաձայն չեն։ Այստեղ հիշեցնում են Ադրբեջանի կառավարության հաշվետվության ձևակերպումը, թե սա պարզապես առևտուր է։ Պարզապես ոչ թե պատերազմի եւ խաղաղության հարց պետք է դնել, ուրիշ հարցադրում արդյոք իսկապես սահմանը ազատ եւ փոխադարձ բաց է երկու երկրների համար։ Հայտարարությունների եւ իրականության միջև առկա տարբերությունը շարունակում է խորանալ, տնտեսական համագործակցության խոսույթ ըստ մասնագետների դեռ օդում է, իսկ ակնկալվող փոխադարձ շահը միայն թղթին։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ադրբեջանը Չեխիայից գնում է ռազմական նշանակության բազմաթիվ արտադրանքներ։ Ադրբեջան այցելած Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ալիևը, հավելելով, թե այս փուլում ընթանում են բանակցություններ կոնկրետ նախագծերի շուրջ, որոնք կապված են համատեղ արտադրության հետ։ Ալիևն ասել է, թե քանի որ Ադրբեջանը ապահովում է իր պաշտպանական ներուժը, այդ թվում տեղական արտադրության միջոցով, իրենց համագործակցությունը ապագայում այնպիսի երկրների հետ, ինչպիսին ոլորտում մեծ փորձ ունեցող Չեխիան է, առանձնահատուկ նշանակություն ունի։ Իր հերթին Չեխիայի վարչապետն էլ ասել է, որ Չեխիայի ազգային էներգետիկ օպերատորը մտադիր է բնական գազ գնել Ադրբեջանից։ Կշարունակենք եւ տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը։ Այս մասին ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով օրակարգի մասին հավելել է, որ Վրաստանի հետ սահմանազատման հարց կա եւ վրաց գործընկերների հետ կան պայմանավորվածություններ։ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերը
վերահսկվում են եւ այնտեղ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից։ Հաջորդ կարևոր նորությունը, որ մենք ունենք արդեն 2 տարի Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված եւ սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Պիտի արձանագրեմ, որ այդ 12 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների եւ ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակների մեջ դրած։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Արցախից բռնի տեղահանվածների զգալի մասը գործազուրկ է, ով կամ ինչպես է լուծելու նրանց զբաղվածության հարցը։ Իրավապաշտպանները գոհ չեն Փաշինյանի Շարասյան զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործի քննությունից, մոմավառություն Սոնայի եւ նրա չծնված երեխայի հիշատակին։ Արդյոք Երևանին անհրաժեշտ է նոր $290 միլիոն արժողությամբ մետրոյի կայարան, փորձագետները հաշվարկում են եկամտաբերությունը։ Շարունակում ենք թողարկումը։ Սպիտակ տանը թղթակիցների ընթրիքի ժամանակ մուտք գործելով տարած զինված անձկրակ էր բացել պարահանդեսային դահլիճի մոտ, որի հետևանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանիա Թրամփը, մի շարք բարձրաստիճան օրենսդիրներ եւ Սպիտակ տան պաշտոնյաներ տաշանվել էին։ Զինված անձը, որին Թրամփը անվանել է հիվանդ մարդ, որսորդական հրացանով եւ մի քանի դանակներով զինված էր ներխուժել դահլիճ։ Կասկածյալ 31-ամյա Քոլ Թոմաս Ալենը կալանավորված է։ Նա պրոֆեսոր է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը ավելի ուշ հայտարարել էր, որ կասկածյալը ձգտում էր մահափորձ իրականացնել նախագահի դեմ եւ սպանել Թրամփի վարչակազմի հնարավորինս շատ բարձրաստիճան պաշտոնյաների։ Թրամփի քաղաքականությունը եկի ներսում նույնպես բերում է խիստ դժգոհությունների, կապված հենց Իրանի հետ պատերազմով, որովհետև բենզինի գինը կանգանում, որովհետև ինֆլյացիան է ուժեղանում, որովհետև Թրամփը անդադ լարում է բերում իր էությամբ, ինքը քաղաքական դաշտում լարում է մտնում։ Դա չի կարող չհասնել ներքին քաղաքական գործընթացների վրա եւ մարդկանց վրա։ Այսօր Սանտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի դժվար ժամանակաշրջանը եւ որ խաղաղությունը կհաղթի։ Պուտինն ասել է, որ Իրանի եւ տարածաշրջանի այլ երկրների շահերին համապատասխան Ռուսաստանը կանի ամեն ինչ, որ մերձավոր արևելքում խաղաղությունը շուտ հաստատվի։ Պուտինն Արաղչիի միջոցով իր լավագույն մաղթանքներն է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Խամեյնեին եւ նախագահ Արաղչին էլ ասել է, որ ամբողջ աշխարհին ապացուցեց այն փաստը, որ իրանցի ժողովուրդը իր արիությամբ կարողացավ դիմադրել ամերիկյան հարձակումներին եւ ագրեսիային եւ կկարողանա դիմանալ ու հաղթարել ժամանակի այս հատվածը։ Ռուսաստանի օրենսդրությունը պետք է լինի ճկուն եւ ուղղված դեպի ապագան, ավելորդ արգելքները դանդաղեցնում են զարգացումը, ասել է Ռուսաստանի նախագահ, հավելելով, թե դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը հավերժ։ Ելույթ ունենալով օրենսդիրների խորհրդում Պուտինը նշել է, որ երկիրը առերեսվում է աննախադեպ մարտահրավերների ու ռիսկերի եւ պետք է դրանք արժանապատվորեն հաղթահարի, սակայն ըստ նրա չի կարելի կենտրոնանալ միայն արգելքների վրա։ Եվրոպացիները արդեն բացահայտ են խոսում Ռուսաստանի հետ առճակատման մասին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Հավաքական անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը ՀԱՊԿ տեղեկատվական վերլուծական գործընկերության արդիական հարցեր համաժողովի ժամանակ նա մասնավորապես ասել է, որ եվրոպացիները արագացված ռազմականացման ուղի ընտրելով արդեն բացահայտ խոսում են Ռուսաստանի հետ ուղիղ զինված հակամարտության նախապատրաստվելու
մասին։ Նա նաև հավելել է, թե Արևմուտքը միաժամանակ փորձում է ընդլայնել տնտեսական, մարդասիրական եւ ռազմական ներկայությունը Ռուսաստանի հարևան երկրներում, փորձելով Ռուսաստանի շուրջ նրա ձևակերպման որոշակի սանիտարական կորդոն ստեղծել։ Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի էներգետիկ եւ նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին, Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը եւ զորքերի խմբավորումների հրետանին, Ուկրաինայի 143 տեղամասերում խոցել են հեռահար գործողության ԱԹՍ-ների արտադրության վայր, զինված կազմավորումների կողմից օգտագործվող էներգետիկ եւ նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ, ինչպես նաեւ ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր։ Գերմանիայի կանցլեր Մերցը խոստովանել է, որ Ուկրաինան հնարավոր է ստիպված լինի գնալ տարածքային զիջումների Եվրամիությանը միանալու համար։ Մերցը նաև անիրատեսական է անվանել Կիևի 2027-2028 թվականներին Եվրամիությանը միանալու ծրագրերը, ընդգծելով, որ երկիրը չի կարող միանալ դաշինքին, մինչև պատերազմը չավարտվի և օրենքի, գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի բոլոր չափանիշները չբավարարվեն։ Որպես փոխզիջում նա առաջարկել է Ուկրաինային տրամադրել դիտորդի կարգավիճակ եվրոպական կառույցներում։ Ինչ-որ պահի Ուկրաինան կստորագրի հրադադարի մասին համաձայնագիր, հուսանք նաև խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ։ Այդ դեպքում կարող է պարզվել, որ Ուկրաինայի տարածքի մի մասն այլևս չի լինի ուկրաինական։ Եթե նախագահ Զելենսկին ցանկանում է դրա մասին հայտնել Ուկրաինայի բնակչությանը եւ ստանալ մեծամասնության աջակցությունը, իսկ դրա համար նա պետք է անցկացնի հանրաքվե, ապա նա պետք է միաժամանակ ասի նրանց. «Ես ձեզ համար բացել եմ Եվրոպա տանող ճանապարհը»։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը վաղաժամ է անվանել Իրանի դեմ եվրապաճամիջոցների չեղարկումը, նշելով, որ Եվրամիությունը նախ ցանկանում է տեսնել Թեհրանի վարքագծի հիմնարար փոփոխություն։ Այս մասին նա հայտարարել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակում Եվրամիությունը սև ցուցակում է ներառել երկրի մի քանի 100 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչը ենթադրում է նրանց ակտիվների սառեցում Եվրոպայում և մուտքի արգելք Եվրամիության տարածք։ Հզբոլա շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Նայիմ Քասեմը Լիբանանի կառավարությանը կոչ արել դադարեցնել ուղղակի բանակցությունները Իսրայելի հետ։ Նա նաև նշել է, որ Լիբանանի կառավարությունը պետք է վերադառնա ազգային երկխոսությանը և չեղարկի Հեզբոլա շիական կազմակերպության զինված թևի արգելքի մասին որոշումը, որը դիմակայում է Իսրայելի ագրեսիային։ Քասեմը կառավարությանը երկխոսության կոչ է արել նպատակ ունենալով ներքին համախմբում ստեղծել ամերիկա-իսրայելական դավադրությանը դիմակայելու համար։ Նա նաև հավելել է, որ շարժումը չի հրաժարվի ինքնապաշտպանության և Իսրայելի դեմ զենք կիրառելու իր իրավունքից։ Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները նպատակ ունեն վերջ դնել Հեզբոլայի հետ հակամարտությանը, հայտարարել է Լիբանանի նախագահը և միաժամանակ մեղադրել նրանց, ովքեր Լիբանանը ներքաշել են պատերազմի դավաճանության մեջ անուղղակի քննադատությամբ թիրախավորելով Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորմանը։ Նշելով, որ իր նպատակն է հասնել Իսրայելի հետ պատերազմի ավարտին 1949 թվականի զինադադարի համաձայնագրի նման, Լիբանանի նախագահը վստահեցրել է նաև, որ չի ընդունի որևէ նվաստացուցիչ համաձայնություն։ 105,000 մարդ Արցախում աշխատունակ էր, 72,000-ը տնտեսապես ակտիվ, պաշտոնական թվերով նրանցից 56,000 աշխատում էր, 16,000-ը աշխատանք փնտրում։ Հունվարի տվյալներով բռնատեղահանումից հետո միայն 25,000 մարդ է զբաղված Հայաստանում, այդքանն են գործ գտել, մոտ 35%-ը չնայած պետական աջակցության ծրագրերի գործարկմանը։ Ըստ մասնագետների սա փոքր թիվ է, նույնիսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կլինեն նաև մարդիկ, ովքեր աշխատում են մնալով ստվերում։ Մի ուրիշ խնդիր էլ ունենք, Արցախում բնակչության 60%-ը մոտավորապես գյուղական բնակչություն էր և ինքը ուներ իր սեփական հողերը, ուներ իր նաև զբաղմունքը, եթե պաշտոնապես աշխատող էլ չէր, իր այգին ուներ, իր բանջարանոցը ուներ, իր անասուններ ուներ։ Հայաստանում փաստորեն այս ամբողջ տեղահանված բնակչությունը սեփական գյուղատնտեսական հող չունի, Հայաստանն էլ սակավահող երկիր է և սա նույնպես խոչընդոտ է, որ գյուղական բնակչության մի զգալի մասը, որը ուրիշ բան ուներ, զբաղվածություն ուներ, ամբողջովին փոխվել է և հնարավոր է այդ ամբողջ գյուղական բնակչությունը այսօր դարձյալ քաղաքային բնակչություն, քաղաքային բնակչությանը հարիր խնդիրներով և զբաղվածության լրացուցիչ
խնդիրներով։ Միջև քաղաքապետարանը հայտարարում է Աջափնյակ կայարանի կառուցումը իր թիվ 1 ծրագիրն է, փորձագետները նախագծի տնտեսական եկամտաբերությունն են հաշվարկում։ Ծրագրով միջև 2031 թվականը կառուցման աշխատանքների միայն մեկնարկն են խոստանում։ Իդեպ շինարարությունը սկսելուց առաջ քաղաքապետարանը պետք է ձեռք բերի Հրազդանի կիրճին հարակից մոտ 42,000 քառակուսի մետր տարածքի վրա գտնվող մասնավոր սեփականությունը, ընդհանուր 33 գույք։ Ժամի անդրադարձը։ Ացոք Երևանին անհրաժեշտ է նոր 290 միլիոն դոլար արժողությամբ մետրոյի կայարան։ Երևանի մետրոյի 11-րդ Աջափնյակ կայարանի կառուցման արժեքը շարունակում է աճել։ Վերջին գնահատականի համաձայն ներդրումային ծրագիրը կազմում է 107,3 միլիարդ դրամ, կամ մոտարապես 290 միլիոն դոլար։ Նախագծի տնտեսական եկամտաբերությունը գնահատվում է 15,3%։ 2022 թվականի գարնանը Երևանի քաղաքապետարանը կայարանի արժեքը գնահատել էր մոտարապես 50 միլիոն դոլար, եւ կա ենթադրություն, որ 290 միլիոնը դեռ վերջնական թիվը չէ։ Կամուրջների կամուրջաշինարարության մեջ, օրինակ Չինաստանը շատ մեծ փորձ ունի ու բազմաթիվ նույնիսկ տիպարային կամուրջներ կան նախահաշվային արժեքով։ Աջափնյակի համար նախատեսվում է օգտագործել խորհրդային տարիներին կառուցված ավելի քան 1 կիլոմետր երկարությամբ թունելները, այսինքն կառուցվելու է զուտ 1 կայարանային համալիր եւ կամուրջը Հրազդանի ձորում։ Մետրոն իհարկե շատ հեռանկարային ենթակառուցվածք է, սակայն պետք է հասկանալ, թե որքանով է դրա ծախսը պատճառաբանված ներկա իրողություններում եւ ընդհանրապես արդյոք այդ ծախսը ճիշտ է հաշվարկված։ Շատ ավելի էժան ու շատ ավելի արագ ռեալիզացվող, մենք բոլորս արդեն լսել ենք ինչքան արագ են կառուցում չինացիները։ Համատության արդյունքում կարող է պարզվել, որ մեր մոտ շատ բաներ, օրինակ, շատ ավելի խիստական իրանց մոտ ու կարիք կլիներ օրինակ պարզաբանել, ասենք ոնց որ հետազոտել ուսումնասիրել ինչի է մեր մոտ ավելի դժվար, բարդ, ինչի է ընթացակարգերը ավելի դժվար։ Ենթադրվում է, որ Աջափնյակի բացումը կարող է ուղևորների թիվը մեծացնել մոտավորապես 25%-ով, ինչը կհանգեցնի օրական մոտ 12-ից 20 հազար լրացուցիչ ուղևորությունների։ Մյուս կողմից, օրինակ, կինո հայրենիքի կամ կրկեսի կամ էլ քաղաքապետարանին հարակից խաչմերուկներում էստակադաների կառուցումը շատ ավելի էական ազդեցություն կարող է ունենալ մայրաքաղաքի երթևեկության թեթևացման հարցում։ Փողոցների լայնացման հարցը, զուգահեռ փողոցներ, էստակադաներ կառուցել, մենք կարող ենք դա քարտեզագրենք, ռեալիզատներ դնենք եւ ամեն պրոյեկտը, որ մենք մտածում ենք անենք, պետքա հաշվի առնվի նաև միջազգային փորձը։ Թբիլիսիում 2017 թվականին բացված պետական համալսարանի նոր կայարանն օրինակ արժեցել է մոտ 34 միլիոն դոլար։ Այս ֆոնին խիստ անարդյունավետ ծախս է թվում մոտ 1.5 կիլոմետր երկարությամբ եւ 290 միլիոն դոլար արժողությամբ Աջափնյակ կայարանը։ Կա կարծիք, որ օրինակ այլընտրանքային տրանսպորտային համակարգերում այդ գումարի ներդրումը կարող է ավելի շատ ազդեցություն ունենալ քաղաքի երթևեկության վրա։ Տրամվայների գծերի ցանցի ստեղծումը բոլոր ծայրամասերից դեպի մի գծով կան նոր-նորքից Թերացիով իշնի, Զեյթունից գա, Բարեկամությունով իշնի, Աջափնյակից դեպի Ծառնակաբերդի խճուղիով գնա, դեպի կենտրոն նույնձևի մալացիայից Իսակով գա, կառուցումը ավելի մատչելի կլինի, կարելի է այդ գծի կառուցման մասին մտածել։ Նորից վերադառնալով Թբիլիսին, վրացիները մրցույթ են հայտարարել 7.5 կիլոմետրանոց նոր տրամվայի գծի համար, կիլոմետրը 22 միլիոն դոլարով։ Աջափնյակի կայարանի բյուջեով կարելի է 13 կիլոմետր նմանատիպ տրամվայի ենթակառուցվածք կառուցել։ Աթենքը ինքն էլ է դադարեցրել, բայց ի տարբերություն մեզ գծերը չհանեցին արմատուրա չտեսարկեցին, հետո իրենք հասկացան, որ սխալ որոշում են կայացրել, նորից վերականգնեցին տրամվայները։ Խնդիրն այն է, որ ձգձգվող նախագծերը թանկանալու սովորություն ունեն։ Այսինքն, եթե այս նախագիծը սկսվի եւ երկարի, 1 տարի անց կարող է պարզվել, որ նախնական հաշվարկից 20-ից 30%-ով թանկացել է։ Մի կողմից կշարունակենք գումար ծախսել դրա վրա, մյուս կողմից կափսոսենք դադարեցնել շինարարությունը, եթե նույնիսկ պարզվի, որ այն այլևս խիստ ոչ շահեկան է։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Վարչապետին ուղեկցող Շարասյան մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վրաերթի հետևանքով զոհված հղի կնոջ գործով դատական գործընթացը 4 տարի անց էլ դեռ չի ավարտվել։ Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած վարորդի վերջնական պատիժը հայտնի կդառնա մայիսի 18-ին, երբ Վերաքննիչ դատարանը կհրապարակի վճիռը։ Նախորդին քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել եւ ծաղիկներ խոնարհել դեպքի վայրում Պարոնյան Լեո խաչմերուկում։ Նրանք նաեւ խաղալիքներ են տեղադրել ի հիշատակ չծնված մանկան, իսկ այսօր իրավապաշտպանները ու փաստաբանները գործի վերաբերյալ հատուկ զեկույց են ներկայացրել։ Դատական նիստերի առումով մենք շատ ենք տեսել տարբեր քաղաքական հնչեղության գործեր, որտեղ ամեն շաբաթ կամ ավելի հաճախ նույնիսկ նշանակում են նիստեր եւ արագ մոտենում է հանգուցալուծման։
Այսինքն տեսնում եք տարվա մեջ մեկ ձեռքի մատերի վրա հաշվել կարելի է թե քանի նիստը իրական։ Օրինակ Միքայել Սրբազանի գրեթե ամենօրյա նշանակված նիստերը, որ եթե չեմ սխալվում, 2 շաբաթվա ընթացքում, չգիտեմ, ընդ որում չէին հասցնում պատրաստվել պաշտպանները, պես փաստաբանները։ 27 թվականի ապրիլին, հենց ամսի 26-ին կլրանա այս գործի վաղեմության ժամկետը եւ ինչպես գիտեք արդեն օրինակ պատասխանատուների հետ վերաբերյալ վարույթը դեռ այդպես քնած վիճակում է, փորձակնության չի անցկացվել, ձայնագրությունների հետ կապված հարցաքննություն չի իրականացվել։ Ժամը լրատվականը շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ազգային արժեքները ու մշակույթը բեմում Վահան հիմնադրամի եւ Պարուսույց Արման Ջուլհակյանի սահմանապարզ նախաձեռնության անդամները պարով են ներկայացել Սունդուկյանի բեմում։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 20-ն է, որտեղ սպասել ավելին քիչ ուշ։ Շարունակում ենք թողարկումը։ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցել Վահան հիմնադրամի եւ Պարուսույց Արման Ջուլհակյանի սահմանապարի համատեղ ցուցադրությունը, որի նպատակն է պարարվեստի միջոցով ներկայացնել հայկական ազգային արժեքները, մշակույթը եւ ոգին։ 9 ամիս նախաձեռնողները Պարուսույցը այցելել են սահմանամերձ համայնքների, պարի խմբեր, դիտել փորձերը եւ ընտրել 120 տաղանդավոր երեխաների։ Հայկական պարի շունչն ու մշակույթի գույները մեկ բեմում։ Սունդուկյանի անվան թատրոնում են Վահան հիմնադրամի եւ Պարուսույց Արման Ջուլհակյանի սահմանապար նախագծի անդամները, որոնք պարով ներկայացնում են ազգային արժեքներն ու մշակույթը։ Վահանը ոչ մենակ ֆիզիկական վահան է եւ բարոյական եւ մշակութային եւ ամեն ինչով։ Մեր հիմնական ծրագիրներ շարունակելու ենք, մենք եղել ենք մինչ այս 93 գյուղերում, շուրջ 6000 երեխա մեր ցանցի մեջ կարելի ասել կան, նպատակը մինչև 10000 հոգի հույսով ենք տարվա վերջ կունենանք։ 9 ամիս նախաձեռնողները Պարուսույցը այցելել են սահմանամերձ համայնքների պարի խմբեր, դիտել փորձերը եւ ընտրել 120 տաղանդավոր երեխաների, ստեղծելով համայնքների նվիրված հեղինակային բեմադրություններ։ Նախագծի նպատակն է նպաստել սահմանապահ գյուղերի երեխաների մշակութային կրթությանը եւ ազգային արժեքների տարածմանը։ Ինքը այնքան լավ նախագիծ է, որ զարգացնում է երեխայի երաժշտական ճաշակը, տարազների գրագիտությունը, մեր ազգին բնորոշ երաժշտությունը, շարժումները։ Սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների հայրենասիրական դաստիարակության կարևորությունը առաջնահերթություն սահմանելով, հիմնադրամը նպաստում է հայրենիքի հանդեպ սիրով ու պաշտպանության ոգով դաստիարակված սերնդի ձևավորմանը։ Մեծ ուղերձ է բոլոր շրջաններում, մարզերում, Երևանում ապրող երիտասարդներին, որ բոլորս պետք է համախմբենք մի գաղափարի շուրջ, որպեսզի բոլորս լինենք վահան մեր հայրենիքին, լինենք պաշտպան մեր մշակույթին, մեր լեզվին։ Միջոցառմանը ներկա Հայաստանի վաստակավոր գործիչները նշեցին, որ սահմանամերձ գյուղերում նման պարային խմբերը նպաստում են երեխաների հոգևոր զարգացմանը։ Անկախ մասնագիտությունից, անկախ զբաղեցրած պաշտոնից, բոլորս պետք է շրջվենք դեպի մեր ազգային արժեքները, մեր մշակույթը, որովհետև ընդեղից սովորելու, ստանալու մեծ սնունդ ունենք եւ առանց այդ սնունդի պարզապես հայ մնալ անհնար է։ Միջոցառման գլխավոր ելույթը բոլոր երեխաների մասնակցությամբ Վահան պարն է։ Դավիթ Թադևոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Արարատ բանկը տարիներ շարունակ սոցիալական ծրագրեր է իրականացնում կեսից ավելին հենց կրթական ոլորտում։ Հենց այս բանկի աջակցությունն է բարձր գնահատում այդ կրթական հիմնադրամը, որի 20-ամյա հոբելյանը նշվել է Արամ Խաչատրյան համերգասրահում։ Բարեգործական համերգը հովանավորել է Արարատ բանկը։ Հայաստանի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև երկիրը բարեփոխելու նպատակով դեռ 20 տարի առաջ IB հիմնադիրներն ընտրեցին, ինչպես հենց իրենք են բանաձևում, ամենաշնորհակալ եւ երաշխավորված ձևը կրթել նոր սերունդ, ներդրում կատարել ապագայի մեջ եւ հանուն ապագայի։ Հիմա արդեն հատում են գործունեության երկրորդ տասնամյակի շեմը, բայց թվում է ամեն բան դեռ երեք են սկսել։
Հիմնադրման 20-ամյակը ԱՅԲ-ը տոնում է Երևանի ամենախորհրդանշական դահլիճներից մեկում Արամ Խաչատրյան համերգասրահում։ Բեմում ազգային սիմֆոնիկն է հատուկ տոնական երաժշտացանկով։ Համերգի գլխավոր հյուրը աշխարհահռչակ երաժիշտ Սերգեյ Խաչատրյանը։ Միջոցառման գլխավոր հովանավորը Արարատ բանկն է, տարիներ շարունակ սոցիալական ծրագրեր են իրականացնում, կեսից ավելին հենց կրթության ոլորտում։ Արարատ բանկը տարիներ շարունակ արդեն 6-րդ տարի սոցիալական ծրագրեր է իրականացնում եւ սոցիալական ծրագրերի 50 եւ ավել տոկոսը հիմնականում ուղղված է կրթական ծրագրերին, անհատի ձևավորմանը։ Չնայած նրան, որ AIB հիմնադրամի հետ մենք առաջին անգամ ենք համագործակցում, բայց պետք է ասեմ, որ AIB հիմնադրամը ունի շատ մեծ փորձ եւ 20 տարվա իրենց աշխատանքը ունի իմաստության շատ հետաքրքիր պատմություն։ Արարատ բանկի աջակցությունը բարձր են գնահատում ԱՅԲ-ում, վստահ են ներդրումները մեր երկրի լավ ապագայի համար են նախ։ Արարատ բանկին մենք շատ շնորհակալ ենք այսօր այս միջոցառմանը աջակցելու համար։ Իրենք եւ այն բոլոր կառույցները, որոնք ներդրում են ունեցել ԱՅԲ-ի մեջ, արդեն իսկ ստեղծել են հիմք եւ դա իսկ կարող եմ ասել շատ վստահորեն Հայաստանի ապագայի փայլուն ապագայի համար։ Միջոցառման հասույթն ի դեպ ամբողջությամբ ուղղվելու է ԱՅԲ-ի նոր ավագ դպրոցի կառուցմանը։ Այդ մասնաշենքը կառուցելու է դրա ճարտարապետները աշխարհահռչակ կազմակերպությունը Դանիայից, կոչվում է BIG։ Նրանք շատ հետաքրքիր գաղափար ունեն, կոնցեպտ ունեն շենքի, որը ամբողջովին փոխելու է Հայաստանում կրթական հաստատությունների ճարտարապետության մասին պատկերացումները։ Հիմա մենք նպատակ ունենք ամբողջացնելու այս կրթական ավանը եւ ավելի շատ հնարավորություններ ստեղծելու աշակերտների համար, ընդ որում ոչ միայն մեր տարական դպրոցից, միջին դպրոցից եկող, այլ ուրիշ դպրոցներից նաեւ մեր ավագ դպրոց եկող աշակերտների համար։ Արարատ բանկի ու ԱՅԲ կրթական հիմնադրամի համագործակցությունը վկայում է, որ մասնավոր հատվածը կարևոր մասնակցություն ունի ժամանակակից կրթական միջավայրի ձևավորման գործում։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Վրաստանում նախատեսում են վերին լար ստանող վերակառուցված ճանապարհը բացել 2028 թվականին 23 կիլոմետր ավտոմոբիլային մայրուղու եւ Խաչի լեռնանցքում 9 կիլոմետր թունելի կառուցման նախագիծը պետք է ավարտին հասցվեր 2025 թվականին։ Սակայն ժամկետը փոխվել է, քանի որ նախագիծը իրականացվում է եղանակային եւ ռելիեֆային բարդ պայմաններում։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Հայաստանի բյուջեն 2026-ի առաջին եռամսյակում զգալի աճ է գրանցել։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով 2026 թվականի հունվար մատ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել ավելի քան 459 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 50 միլիարդ դրամով, կամ շուրջ 12%-ով։ Այդ գումարից ավելի քան 380 միլիարդ դրամը կազմել են հարկային մարմիններին կատարված վճարումները, իսկ շուրջ 79 միլիարդ դրամը մաքսային վճարումները։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները չհայտարարված այց են կատարել Խարբերդ մանկատուն։ Նրանք բացահայտել են տարիներով չլուծված լուրջ խնդիրներ։ Հաստատությունում շարունակում են խնամք ստանալ 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք, երեխաների համար նախատեսված ենթակառուցվածքներում։ Առկա են բնակելի տարածքի, սանիտարահիգիենիկ պայմանների բացակայություն, կան աշխատակազմի պակասի եւ ծանրաբեռնվածության խնդիրներ։ ՄԻՊ հաղորդագրությունում նշվում է, որ նույն խնդիրներն արձանագրվել էին նաեւ նախորդ այցերի ընթացքում։ Օմբուդսմենի գրասենյակը շեշտում է, պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի համակարգի խորքային բարեփոխումների անհետաձգելի անհրաժեշտությունը։ Մեկ շաբաթում հարյուրավոր ոչ սթափ վարորդներ ու հազարավոր խախտումներ։ Արեկային ծառայության տվյալները։ Ապրիլի 20-ից 27-ը ըստ ներքին գործերի նախարարության Երևանում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3725 խախտում։ Հայտնաբերվել է 133 ոչ սթափ վարորդ։ 83 անձ առանց վարորդական իրավունքի, իսկ 112 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Մազերում եւս պատկերը ծանր է։ Արձանագրվել է 14528 խախտում։ Հայտնաբերվել է 254 ոչ սթափ վարորդ։ 373 անձ առանց վկայականի, 233 մեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Բացի այդ, բազմաթիվ վարորդները շահագործել են մեքենաներ առանց ապայի, տեղ զննության, իսկ տարբեր կասկածանքներով ձերբակալվել է ընդհանուր 98 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր բերման են ենթարկել Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ հետախույզ Արթուր Ավանեսյանին, Կանդազին։ Նա ըստ կոմիտեի անցնում է ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ խախտումների գործով։
Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ սկսել Մայրաթորում խուլիգանության դեպքի առնչությամբ։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած խուլիգանության առնչությամբ քննչական մարմինների քրեական գործ հարուցելու միաժամանակ կապակցությամբ դատարանը նշել է, որ չեն ձեռնարկվել բավարար քայլեր դեպքի իրական հանգամանքները պարզելու համար։ Մարդկանց բազմության ներկայությամբ ագրեսիվ վարքը, հայհոյանքները եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքը պարունակում են առերևույթ հանցանքի հատկանիշներ։ Քրեակատարողական ծառայության կենտրոնի մարմնի օպերատիվ վարչության Վանաձոր տարածքային բաժնի պետը տեսահասկման ժամանակ նկատել է, որ կարճատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում ազատազրկված անձի հետ հանդիպման եկած քաղաքացին դրսևորել է կասկածելի եւ տարօրինակ վարքագիծ։ Այդ քաղաքացու խուզարկությամբ գոտկատեղի հատվածից հայտնաբերվել է 1 փաթեթ, ընդհանուր 41.5 գրամ քաշով։ Սնուցությամբ պարզվել է, որ փաթեթում առկային մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն բուսական զանգվածով 2 առանձնացված փաթեթ եւ եւս 2 փաթեթ 17.2 գրամ ընդհանուր քաշով, սպիտակ փոշենման զանգվածներով։ Քաղաքացին ձերբակալվել է։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը, Մետեոաշխարհ Հայաստան, մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, սպասվում է անձրև առանձին լեռնային գոտիներում թաց ձյուն, ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին կնվազի մոտ 4-ից, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 14 աստիճան, Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 16-ից 20, Լոռիում 10-ից 15, Տավուշում 13-ից 18 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 17-ից 20, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 12-ից 16, Սյունիքի նախալեռներում 8-ից 11 աստիճան, Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 8-ից 10, ցերեկը 16-ից 18, երեկոյան 12-ից 14 աստիճան։ Ժամի գլխավոր թողարկումից հետո դիտեք ընտրության ժամը հաղորդումը, այսօրվա հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։